Հայաստան։ Բիբլիական այս երկրում է ապրում երկիր մոլորակի հնագույն ազգերից մեկը։ Աշխարհի բոլոր հայերի միայն 1/4-ն է ապրում հայրենիքում։ Տարերի ընթացքում նվաճողները բռնի կերպով վերաբնակեցնում էին այս ժողովրդին, որպեսզի օգտագործեն նրա ստեղծարար և հոգևոր ներուժը իրենց երկրները զարգացնելու համար։ 19-րդ դարի վերջում և 20-րդի սկզբին Օսմանյան կայսրության իրականացրած ցեղասպանության հետևանքով ընդհանուր առմամբ ոչնչացվեց ավելի քան 2 միլիոն հայ։ Միայն 1915-ին կոտորվեց 1,5 միլիոն մարդ։ Փրկվածները ցրվեցին աշխարհով մեկ, իսկ Հայաստանին մնաց իր պատմական հողերի 1/10-ից էլ պակասը։ Հայեր կան ամենուր։ Այս արտահայտությունը հիշում են հայկական համայնքներ ունեցող երկրների մասին խոսելիս։ Ցրված լինելով աշխարհով մեկ, այդ համայնքներից շատերը ունեն փառահեղ և հնագույն պատմություն։ Նրանցից մեկը հնդկահայքն է։ Ըստ որոշ աղբյուրների հայերն առաջին անգամ Հնդկաստան են եկել մեր թվարկությունից առաջ 2-րդ հազարամյակում Շամիրամի հետ Ասորեստանից։ Պատմական աղբյուրների համաձայն հայերը ներթափանցել են Հնդկաստան նաև մեր թվարկությունից առաջ 327 թվականին Ալեքսանդր Մակեդոնացու զորքերի կազմում, որոնք այստեղ էին արշավում Հայաստանի տարածքով։ Հնագույն փաստաթղթերը վկայում են, որ հայերը հաճախ էին մեկնում Հնդկաստան և քաջատեղյակ էին հնդկական թերակղզու քաղաքական, սոցիալ-մշակութային և տնտեսական կյանքին։ 7-րդ դարում մի քանի հայկական բնակավայր է հայտնվում Կեռալայում, Հնդկական օվկիանոսի Մալաբարյան ծովափի շրջանում։ Այստեղ հայերը վերահսկում էին միջազգային առևտրի, մասնավորապես թանկարժեք քարերի, գործվածքների և համեմունքների շրջանառության մեծ մասը։ 20-րդ դարի կեսերին Դելիում հրապարակված արխիվային տվյալների համաձայն 780 թվականին Թովմաս անունով հայ վաճառական դիվանագետը ցամաքով եկել է Մալաբարյան ծովափ։ Միայն 7 դար անց 1498 թվականին Վասկո դա Գաման հասել է այստեղ ծովով։ Հնդկաստանն իր հսկայական և գերբնակեցված քաղաքներով գայթակղիչ մարտահրավեր էր հայկական ձեռներեցությանն ու հնարամտությանը։ Հենց Հնդկաստանում Մադրաս քաղաքում 1794-96 թվականներին լույս տեսավ հայկական առաջին պարբերականը՝ ազդարարը։ Մինչ այդ 1773 թվականին այստեղ Մադրասի հայկական խմբակի հիմնադիրները տպագրեցին ապագա հայկական պետության առաջին սահմանադրությունը, որոգայթ փառած վերնագրով։ Հնդկաստանի հայերը իրավամբ կարող են հպարտանալ իրենց փառավոր անցյալով, բայց նրանց ներկան այդքան էլ վառ չէ։ Այսօր Հնդկաստանում մնացել է մոտ 300 հայ, ովքեր հիմնականում բնակվում են Կալկաթայում, ուր մինչ այժմ առաքելական եկեղեցուն կից գործում է հայկական ճեմարան։ Պատմական Հնդկաստանի ողջ տարածքով մեկ ցրված բազմաթիվ հայկական եկեղեցիներից պահպանվել է մոտ 1 տասնյակը։ «1976 թվական Հնդկաստանի վարչապետ Ինդիրա Գանդին ԽՍՀՄ կատարած իր հերթական այցի ժամանակ ցանկություն է հայտնում այցելել Երևան, հարգանքի տուրք մատուցելով հայ ժողովրդին և այդ քայլով վերահաստատելով այն կարևոր դերը, որ ունեցել են հայերը Հնդկաստանի պատմության մեջ։ Դելիի նրա տուն-թանգարանում այսօր էլ պահվում են այն գրքերը, որոնք նա նվեր էր ստացել Հայաստանում։ 16-րդ դարում ողջ հնդկական թերակղզին գրավում են հյուսիսային զավթիչները, մահմեդական մոգոլները, հզոր մոնղոլների հետնորդները։ Դա հավերժորեն փոխում է Հնդկաստանի պատմության ընթացքը։
Ակբար մեծ կայսրը հայերին առաջարկում է հիմնավորվել Ագրա քաղաքում։ Կայսերական հրամանով հայ վաճառականները ազատվում են հարկերից։ Նրանք նաև կարող էին ազատ տեղաշարժվել մեծ մոգոլների կայսրության տարածքով այն դեպքում, երբ մյուս քրիստոնյա ժողովուրդների մուտքն այստեղ խիստ սահմանափակ էր։ Հայերը ներգրավված էին նաև քաղաքականության և դատական համակարգի մեջ։ Սակայն եզակի մի հայուհու մասին առասպելն է, որ հավերժորեն պահպանվում է այստեղ։ Հնդկաստանը տարիմաստությունների երկիր է։ Եթե ցանկանում եք տեսնել ոչ միայն գույների և արևի մոլեգնություն, այլև ընդհանրապես ուրիշ աշխարհ, պետք է այցելել Հնդկաստան։ Սովորույթները, ապրելակերպը, կյանքի հանդեպ վերաբերմունքը, արժեքներն ու մշակույթը այստեղ ամենն այլ է։ Հնդկաստանն աշխարհի հնագույն քաղաքակրթություններից է։ 21-րդ դարում հնդիկներն իրենց հպարտորեն անվանում են աշխարհի ամենամեծ ժողովրդավարություն։ Այս երկիրն այսօր խոշոր տնտեսական և սոցիալական վերափոխումներ է ապրում։ Բոլոր ոլորտների արդիականացումը Հնդկաստանը վերածում է գերտերության, միևնույն ժամանակ երկիրը պահպանում է ավանդական արժեքների վրա հենվող իր ինքնատիպությունը։ Պաշտոնական տվյալների համաձայն այսօր այստեղ ապրում է ավելի քան 1 միլիարդ 100 միլիոն մարդ, ըստ ոչ պաշտոնական տվյալների ավելի քան միլիարդ 300 միլիոն։ Թերևս աշխարհում ուրիշ ոչ մի տեղ տրամագծորեն հակադիր երևույթները այդքան ներդաշնակորեն չեն միահյուսվում, որքան Հնդկաստանում՝ շքեղության կողքին ծայրահեղ աղքատություն, կաստաների, մշակույթների և կրոնների խառնարան։ Բայց այդ հակադրություններն ունեն մեկ ընդհանրություն։ Ինչ հավատք էլ ունենա, որ կաստային էլ պատկանի Հնդկաստանի ցանկացած բնակիչ, կյանքում գոնե մեկ անգամ պետք է այցելի Թաջ Մահալ։ Վերապրի հայտնության և գեղեցկության աներևակայելի զգացումը, հիանալով սիրո արտասովոր պատմությամբ։ Ցերեկը Թաջ Մահալի մարմարյա կաթնաճերմակ պատերը ընդունում են վառ արևի ճառագայթները և իրենք էլ են լույս ճառագում։ Այսպես է իրականացվում հնագույն իմաստունների կողմից բացահայտված տիեզերական օրենքը, աշխարհին տալ այնքան, որքան նրանից վերցրել ես։ Հենց սա էլ աշխարհակարգի ներդաշնակությունն ու կատարելությունն է։ Գիշերով Թաջ Մահալը գեղեցկության և հրաշքի առաքելություն ունի։ Նրա մարմարե պատերը մանուշակագույն փայլ են շողարձակում, իսկ վաղ արշալույսին վարդագույն, գրեթե սադափե լույս։ Արտացոլվելով գետի խաղաղ ջրերում, խորհրդավոր շողալով վաղորդյան մշուշում Թաջ Մահալն ասես սավառնում է երկրի վրայով, վերխոյանալով երկինք դեպի այն երկուսը, ում շնորհիվ ստեղծվել է։ Թաջ Մահալը միայն ճարտարապետական հրաշք չէ, այն Հնդկաստանի մեծագույն հանելուկներից մեկն է։ Ողջ նախագիծը, շինությունների կառուցվածքն ու հատակագծերը հենվում են մաթեմատիկական մանրակրկիտ հաշվարկների վրա։ Տասնյակ գիտնականներ պետք է հիմնավորեին շինարարական աշխատանքների յուրաքանչյուր քայլը։ Թաջ Մահալը տեղակայված է 10 հեկտար տարածքի վրա։ Բոլոր կառույցները շաղկապված են երկրաչափական միասնական տրամաբանական համակարգում։
18-րդ դարում Թաջ Մահալ այցելած վենետիկյան ճարտարապետները գրել են, որ ինքը Արքիմեդն անգամ չէր կարող համալիրի նախագծման ավելի ճիշտ լուծում գտնել։ 1815 թվականին այն ուսումնասիրած անգլիացի գիտնականները եզրակացրին, որ բոլոր հաշվարկները կատարյալ են։ Նրանց կարծիքով դամբարանը հավերժ կանգուն կմնա, քանի որ կառուցված է բնական և հասարակական պահանջներին լիակատար համապատասխանությամբ։ Ինչ իմաստ են դրել ճարտարապետները մաթեմատիկական այս հաշվարկների հիմքում, որն է բոլոր առումներով խստագույն համաչափության մոգական և փիլիսոփայական առաքելությունը։ Բանաստեղծների գովերգած Թաջ Մահալը դարերի վեր ընկալվում է իբրև խոր և հավատարիմ սիրո խորհրդանիշ։ Միթե այդպիսի վիթխարի շինությունը կառուցվել է ի հիշատակ լոկ մեկ կնոջ։ Ո՞վ է եղել այդ կինը։ Արդյոք հնարավոր է այդպիսի սեր իշխանության սառը և մշուշոտ գագաթին։ Լենք Թեմուրի հետնորդ և Ակբար կայսեր թոռ արքայազն Քուրամը ստացել էր հիանալի կրթություն, լրջորեն հրապուրվում էր ճարտարապետությամբ և շինարարությամբ։ Ինչպես վայել է կայսերական ընտանիքի եռանդուն և պատվախնդիր տղամարդում, նա մանկուց ձգտում էր բացարձակ իշխանության։ Պատմությունը վկայում է, որ նրա տատը հզոր Ակբարի կանանցից մեկը հայուհի էր, Մարիամ անունով։ Այսօր նրա դամբարանը Ագրա քաղաքի տեսարժան վայրերից մեկն է։ Մշակութային և կրոնական տարաձայնությունները մեղմելու համար ամենազոր Ակբարը խոհեմաբար էր առել քրիստոնյա, մահմեդական և հինդու հավատքների ներկայացուցիչ կանանց։ 1604 թվական հարձակվելով Հայաստանի վրա Իրանի շահ Աբբասը տասնյակ հազարավոր հայերի ճյուղաքաղաքից բռնի տեղահանում է Իրան։ Այստեղ նրանք հիմնում են նոր ջուղան, շարունակելով դարերի վեր կայացած առևտրային գործունեությունը հարավ-արևելյան Ասիայի, մասնավորապես Հնդկաստանի հետ, որտեղ և ոմանք որոշում են հաստատվել։ Ներկայիս հնդկահայ համայնքի ներկայացուցիչները այդ հայերի հետնորդներն են։ Նրանք ապրում են այստեղ ավելի քան 500 տարի։ 17-րդ դարասկզբին Ագրան Հնդկաստանի մայրաքաղաքն էր, ուստի պատահական չէ, որ հայերը հենց այստեղ էին հիմնավորվում։ Հայերի երբեմնի ներկայության չափերը հասկանալու համար բավական է այցելել Ագրայի պատմական կենտրոնում գտնվող հայկական գերեզմանատուն։ Այստեղ է պահպանվել նաև Հնդկաստանի տարածքում հայտնաբերված հայկական քրիստոնեական հնագույն հուշարձաններից մեկը՝ 1611 թվականի խաչքարը։ Ավելի վաղ 1562 թվականին այստեղ կառուցվել է հայկական եկեղեցի, որն ավերվել է ժամանակի ընթացքում։ Պատումի համաձայն Պարսկաստանից տեղափոխված հայերի թվում էր նաև գեղեցկուհի Արգումանդի ընտանիքը։ Լինելով շատ հարուստ, նրա հայրն անմիջապես արժանանում է կայսերական ընտանիքի բարեհաճությանը։ Իր ողջ կյանքի սիրուն Արգումանդը հանդիպում է մանուկ հասակում։ Գրականության մեջ գունագեղորեն նկարագրված ճակատագրական հանդիպումը արքայազն Քուրամի հետ սկիզբ է դնում բոլոր ժամանակների մեծագույն սիրուն։ Սիրահարների միջև հարաբերությունները ամենասկզբից իսկ հարթ չընթացան։ Արգումանդը ստիպված էր իր սիրեցյալին զիջել պարսիկ արքայադստեր, ում հետ ամուսնությունը քաղաքական նկատառումներով էր։ Մեծ մոգոլների կայսրությունում տղամարդն իրավունք ուներ 4 կին ունենալու։ 1612 թվականին վրա հասավ երկնքի երկար սպասված օրհնությունը։
Քուրամի և Արգջմանդի ամուսնությունը վերջապես իրականություն է դառնում։ Արարողության ժամանակ Քուրամի հայրը Շահ Ջահանգիրը ավանդույթի համաձայն հարսնացուին նոր անուն է տալիս՝ Մումթազ Մահալ, որը նշանակում է պալատի զարդ։ Պալատական բանաստեղծներն ու նկարիչները անմիջապես սկսում են գովերգել նրա գեղեցկությունը։ Մումթազի հարսանյաց գեստն, ինչպես նաև նրա գեղեցկության բանաստեղծական նկարագրությունները մինչ այժմ պահվում են Դելիի Կարմիր ամրոցում գտնվող Մումթազ Մահալի թանգարանում։ Ինչպես և էթնիկ հայուհիներից շատերը, նա չքնաղ էր, նուրբ արևելյան դիմագծեր, սև հոնքեր, նշաձև աչքեր, հայացքը սուր և թափանցող։ Մումթազը հրաշալի գիտեր իր ուզածը։ Խիստ կամային և նպատակասլաց, իրական մարտական ընկերուհի։ Հենց այսպիսիքին էր անհրաժեշտ արքայազնին գերագույն իշխանության ճանապարհին։ Երբ որդին ապստամբեց հոր դեմ, Մումթազը չվարանելով մինչև վերջ եղավ նրա կողքին։ Պարտված Քուրամին աքսորեցին և Մումթազը հետևեց նրան։ Դարձյալ վրա հասան խարդավանքների տարիներ, որոնց ընթացքում Մումթազը ծնում և թաղում էր իր երեխաներին։ 14-ից կենդանի մնաց 8-ը, 4 որդի և 4 դուստր։ Ուրախությունը փոխվում է տխրությամբ, պարտությունը հաջորդում է հույսին։ Հայտնի չէ, թե երբ Քուրամը որոշեց սպանել եղբայրներին և ինչպես դա նրան հաջողվեց։ Ոտնատակ տալով արյունակցական կապերը, նա հասկացրեց, որ իր համար աշխարհում ամենաթանկ բանն իշխանությունն է։ Դրա համար պայքարում տեղ չունի խղճի խայթը, այստեղ հաղթում է ուժեղագույնը։ Քուրամը գահ բարձրացավ արյունոտ ձեռքերով և վերցրեց Շահ Ջահան անունը, որը նշանակում է աշխարհի տիրակալ։ Իսկ կողքին, ինչպես միշտ, նրա սիրելի Մումթազն էր։ Ամուսնու վրա նրա ազդեցությունն ահռելի էր։ Պատմաբանները պնդում են, որ կայսրությունում առանց Մումթազի գիտության չէր ընդունվում որևէ որոշում։ Լինելով պետական կնիքի պահապան և խորհրդական, առանց նրա ներկայության չէր անցնում և ոչ մի ընդունելություն։ Նրան անվանում էին կայսրության իրական տիրակալ։ Իշխանության ընդհանուր ձգտումը, ընդհանուր հանցագործություններն ու հույսերը նրանց սերը ավելի են ամրապնդում։ 1629 թվական Շահ Ջահանը զորքով դուրս է գալիս Ագրայից և ուղևորվում դեպի Ապստամբ հարավ։ Ապստամբությունը ճնշվում է, սակայն հաղթանակի ուրախությունը փոխարինում է վիշտը։ Մինչ այսօր էլ հայտնի չէ, թե ինչու էր կայսրն իր ռազմական արշավների ժամանակ հետը տանում հղի կնոջը։ Պատմաբանները ենթադրում են, որ նա վախենում էր նրա կյանքի համար, չէ որ Մումթազից բացի, ինչպես և վայել էր արևելյան իշխանավորին, նա ուներ ևս 3 կին և հարեմ։ 14-րդ ծննդաբերության ժամանակ Մումթազը ստանում է արյան վարակում։ Շահի սրտի կայսրուհին հանգում է մի քանի ժամվա ընթացքում։ Նա ընդամենը 36 տարեկան էր։ Ութ օր կայսրը մնում է փակված սիրելի աճյունի կողքին առանց հաց ու ջրի, իսկ երբ ամբողջովին ճերմակած դուրս է գալիս, ողջ կայսրության տարածքում սուգ է հայտարարում։ Ի հիշատակ իր կնոջ Շահ Ջահանը երդվում է կառուցել այնպիսի մի հանգստարան, որպիսին դեռ չի տեսել աշխարհը։ Նա հրամայում է Մումթազին ժամանակավորապես թաղել կառուցվող դամբարանի կողքին։ Այդ գերեզմանատեղը մինչև այսօր էլ պահպանվում է այստեղ։ Շահ Ջահանը վճռեց խորհրդի հրավիրել արևելքի լավագույն մասնագետներին։ Նրանք ժամանեցին Բուհարայից, Սամարկանդից, Բաղդադից, Դամասկոսից և Կոստանդնուպոլսից, որտեղ լավագույն ճարտարապետներն ու շինարարներն այն ժամանակ հայեր էին։ Հենց նրանք էին, որ Թաջ Մահալի պատերի մեջ
խաչեր սքողեցին։ Թե անմիջապես հանգստարանի, թե նրան շրջապատող հսկայական համալիրի տարբեր մասերում աչքի են զարնում հայկական ավանդական խորհրդանշերը։ Հայ ճարտարապետները նախագծեցին նաև առանց սյուների եզակի հսկայական գմբեթը, դա հայ վարպետների յուրատեսակ նոու-հաուն էր, որը դարերով կատարելագործվել էր հայկական քրիստոնեական սրբավայրերում։ Քննարկվում էին բազմաթիվ տարբերակներ, խոտանվում հարյուրավոր նախագծեր։ Կայսրն ուզում էր կառուցել այնպիսի հուշարձան, որն իր հավասարը չուներ աշխարհում և երբևիցե չէր էլ ունենալու։ Մասնագետները նախագծում էին, պաշտոնյաները հավաքում էին բանվորներին, քարհանքերում սղոցվում էին լավագույն մարմարի հսկայական կտորներ։ 20,000 վարպետ էր մասնակցում Թաջ Մահալի շինարարությանը։ Այդքան մարդ տեղավորելու համար կառուցվում է հատուկ քաղաք՝ Մունթազաբադ։ Սպիտակ մարմարի տեղափոխման համար 1000 փիղ էր օգտագործվում։ Ողջ շինանյութը բերվում էր հեռվից, ավազաքարը Սիրիայից, կիսաթանկարժեք քարերը Աֆղանստանից, Պարսկաստանից և Միջին Ասիայից, նեֆրիտը Չինաստանից, մալաքիթը Ռուսաստանից, սարտոնիքսը Բաղդադից, փիրուզը Տիբեթից։ Սպիտակ մարմարը, որով երեսպատված էր դամբարանը, բերվում էր Ագրայից 300 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Մաքրանի քարհանքերից։ Թաջ Մահալի ճարտարապետական ձևավորումը հիմնված է բացարձակ համաչափության հայեցակարգի վրա։ Համալիրի յուրաքանչյուր տարրը կրկնվում է 4 անգամ։ Շահն անձամբ էր հետևում բոլոր համամասնությունների պահպանմանը։ Սիրո այս անհավանական ու ահռելի խորհրդանիշը կառուցելու համար պահանջվեց 22 տարի և 32 միլիոն ռուփի։ Այսօր դա կազմում է ավելի քան 10 միլիարդ դոլար, ինչը դարձնում է Թաջ Մահալը աշխարհում մարդու ձեռքով երբևէ կառուցված ամենաթանկ շինությունը։ Մրցելով երկնքի հետ Շահ Ջահանն ուզեց երկրի վրա կառուցել դրախտ, ուր կլիներ Ալլահի գահը։ Այդ պատճառով էլ մուտքի վերևում փորագրված է Ղուրանի այն սուրահը, որն ավարտվում է «Մտիր իմ դրախտը» խոսքերով։ Ամբողջ համալիրը նախագծված է համաձայն Ղուրանում նկարագրված այն վայրի, որտեղ Աստված է ապրում։ Դրա համար էլ դամբարանը ոչ թե կենտրոնում է, այլ դրախտային այգու վերջում։ Պարտեզն այնպես է նախագծված, ասես դեպի գահ տանող ճանապարհ լինի։ Անհնար է, որ փառամոլու հավակնոտ Շահ Ջահանը այս խելահեղ նախագծում մոռանար իր մասին։ Անցան տարիներ և պատմաբանները վկայություններ գտան, որ նա պատրաստվում էր ևս մեկ դամբարան կառուցել, բայց արդեն սև մարմարից և իր համար։ Հետազոտողները Ջամնա գետի մյուս ափին գտան լցված հիմք և սև մարմարե սալիկների անավարտ հատվածներ։ Երկու դամբարանները միմյանց պետք է միանային սերը խորհրդանշող սև-սպիտակ կամրջով։
1658 թվականին Շահ Ջահանը հիվանդացավ, եւ դա բավական էր, որ նրա որդիների միջև պայքար սկսվեր իշխանության համար։ Իսլամն ու հինդուիզմը միավորել երազող Շահ Ջահանի ամենասիրելի որդուն սպանեց հարազատ եղբայրը Աուրանգզեբը։ Պատմությունը կրկնվում էր. մի ժամանակ Շահ Ջահանը գահը գրավելու համար սպանեց իր բոլոր եղբայրներին, հիմա նրա դեմ էր ապստամբել հարազատ որդին։ Աուրանգզեբը հորը բանտարկեց ամրոցում։ Դրա համար հիմք ծառայեց Շահ Ջահանի երկրորդ Թաջ Մահալը կառուցելու անսանձ ցանկությունը։ Կայսրը բարձի թողի էր արել պետական գործերը, ամայացրել գանձարանը եւ երկիրը տանում էր դեպի կործանում։ Ամեն ինչ կորցրած Շահ Ջահանը որդուն դիմեց մեկ խնդրանքով. նրա բանտախցի պատուհանից պետք է երևա Թաջ Մահալը։ 7 տարի Շահ Ջահանը ապրեց բանտարկության մեջ։ Նա օրերով նայում էր Թաջ Մահալին եւ ունկնդրում էր տարեգիրների պատմությունները իր զինվորական փառավոր սխրանքների ու սիրո մասին։ Այդ ամբողջ ժամանակ կայսր կողքին էր կրտսեր դուստրը Ջահանարան, ում ծնվելիս մահացել էր Մունթազը։ Աղջիկը մեծացել էր Թաջ Մահալի կառուցմանը զուգընթաց։ Եվ երբևէ չտեսած մոր նկատմամբ կարոտը վճռորոշ դեր խաղաց թեկուզ եւ անդրշիրիմյան աշխարհում ծնողներին միավորելու նրա ցանկությունում։ Շահ Ջահանը մահացավ 1666 թվականի հունվարի 23-ին։ Ջահանարայի պնդմամբ մոգոլների կայսրության նոր տիրակալը հորը թաղում է Թաջ Մահալում, նրա սիրելի Մունթազի կողքին։ Դրանով իսկ միակ աններդաշնակությունը հաղորդելով այն բացարձակ համաչափությանը, որը Շահ Ջահանն այդքան արժևորում էր։ Այն ժամանակներից անցել են դարեր, սակայն հավակնոտ մոգոլ Շահ Ջահանի եւ Հնդկաստանի հայուհի Արջմանդի մասին պատմությունը չի դադարում հուզել սրտերը։ Հավատարմությամբ եւ նվիրումով լի նրանց հոգիների շնորհիվ ստեղծվել է ոչ միայն աշխարհի հրաշալիքներից մեկը, այլև մարդկության մեծագույն սիրո տաճարը։